Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Սովորել Հիսուսից Մենք եթե ուզում ենք սովորել, ծառայել և որպես քրիստոնյա մեզ պահել, ապա պետք է սովորենք Հիսուսից։ Օրինակ, ինչ կարող ենք սովորել Հիսուսից։ Առաջինը, Հիսուսը քարոզում էր Աստծո արքայության մասին, Ղուկաս 13:5, ապաշխարության մասին։ Հիսուսը ասում էր. ապաշխարեցեք, որովհետև մոտեցել է Աստծո արքայությունը։ Նա օրինակներ էր մեջ բերում Հին Կտակարանից, բայց երբեք չէր սովորեցնում օրենքը, այլ խոսում էր պատվիրանները պահելու մասին։ Նա սովորեցրեց մի բան այս ամենի մեջ, որը վերաբերվում է փրկությանը։ Օրինակ, երբ այն մարդը հարցրեց. «Ինչ պետք է անեմ, որ փրկվեմ», Հիսուսը ասաց. «Գնա վաճառիր քո ամբողջ ունեցվածքը և հետևիր ինձ», Ղուկաս 18:30։ Կամ էլ պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, սա է ամբողջ օրենքը և պատվիրանը, Ղուկաս 10:27։ Երկրորդը, Հիսուսը քարոզեց բժշկության թեման։ Նա բժշկում էր բոլոր նրանց, ովքեր իր մոտ էին գալիս, Մատթեոս 8:16-17 համարները։ Ծառայության թեման։ Նա լվաց իր բոլոր աշակերտների ոտքերը, Հովհաննեսի ավետարան 13:1-16 համարները։ Հիսուսը ասաց. «Մարդու որդին եկել է ծառայելու, այլ ոչ թե ծառայություն ընդունելու», Մատթեոս 20:28։ Հիսուսը սովորեցնում էր, որ մենք պետք է նմանվենք իրեն և ասաց. «Հերիք է, որ աշակերտը նմանվի ուսուցչին», Մատթեոս 10:25։ Նա սովորական մարդկանց չքննադատեց։ Բացի փարիսեցիներից և սադուկեցիներից, որոնք կեղծավորներ էին և վատ արարքներ էին գործում, Հովհաննես 12:47։ Օրինակ, օրենքի այդ կողմնակիցները Հիսուսի մոտ բերեցին անառակության մեջ բռնված կնոջը։ Հիսուսը այդ կնոջը չդատապարտեց հին օրենքով, այլ ասաց. «Գնա ու այլևս մի մեղանչիր»։ Հիսուսը մեզ համար պատմեց որդատունկի առակը։ Ինչու՞։ Որպեսզի մենք սովորենք լինել իր նման ծառայելու, քարոզելու, պահելու և ամեն ինչի մեջ, Հովհաննես 15։ Ուրեմն այն հավատացյալները, ովքեր քննադատում են, նախ թող իրենք սովորեն Հիսուսի ուսուցումները, հետո նոր միայն ուղղորդեն մարդկանց դեպի ճշմարիտ ճանապարհը։ Ամեն։